Բարի երեկո ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ, добрый вечер, дорогие братья и сестры, по воле Господа приветствую всем, ամին, 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 բոլորիդ ողջունում եմ Աստծո կամքով, ամեն, 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 այսօր շատ լավ ձեզ միտք կա, որը կուզենայի հաղորդել, դա գիտեք ինչ, կյանքի այն պարզությունից է գալիս ու այն մարդկանց պարզությունից ու իրենց անկեղծ թեկուզ և կեղծավոր երկերեսանի լինելուց կենթանական մագդիրներ կարելի է սենց ասենք դնել и можно анималистические эпитеты поставить на характер человека в разные простые ситуации таких простых людей и непростых лицемеров тоже. Օրինակ ես կուզենայի ձեզ այդ միտքը հաղորդել, նույնպես շատ կարևոր է որպես կին, որպես համեմատություն, որպեսզի դուք իմանաք ոնց վերաբերվեք կնոջը կամ աղջկան, համեմատեք իրեն որպես ծաղիկ, որոնց ծաղիկներին, որ պետք է միշտ ջրել, խնամել և փայփայել լույսով ամենակարևորը, որտև ծաղիկը առանց լույսի չի կարող գոյատևել, նույն ձև էլ և կինը, իրեն պետք է խնամել, ուտասնել, ամեն ինչը շատ կարևոր է երեխու նման, կարելի է, բայց որպես կենթանական համեմատությամբ և բուսական մագդիրներով նման է մի ծաղիկի կամ նման է մի փիսիկի, որը միշտ խնամքի կարիք ունի և ծաղիկը միշտ լույսի և այդ լույսը դուք եք տղամարդիկ և տղամարդը այն լույսն է, որովհետև այդ լույսը սերն է, դուք ինչքան է խնամեք, բայց պետք է այդ սերը ցուցաբերեք, որպեսզի կանայք ձեզ սիրեն ոչ թե միայն այդ խնամելու, այլ լույսը, որովհետև ծաղիկը առանց լույսի և առանց խնամքի չի կարող, առանց ջրելու, առանց ջրի չի կարող ապրել, դրա համար не может цветок, как женщина в сравнении не может жить без воды, без света, а вы есть свет, а те потребности животные это и есть вода, поливание. И сравнение это со многими можно, как и с киской можно сравнить женщину, поэтому мужчины должны быть светом для каждой женщины, то есть для той пары, которая должна жить вместе, понимаете, поэтому не только для этого, для всех женщин должны мужчины быть такими, а в противном случае ничего не будет серьезного, понимаете, и не будет серьезно из себя представлять этот человек. Мужчина не будет, потому что это главное, это отношения, как ты выстраиваешь, как ты делаешь. Это природа нас создала, потому что нас создал Бог первыми, а женщину вторым. Поэтому мы всегда должны на передовых быть. Մենք պետք է առաջին տեղում, որտեղ Աստված մեզ առաջին տեղում է միշտ հաշվել, առաջինն է ստեղծել։ Դրա համար մենք պետք է ավելին անենք, քան կինը այս կյանքում, ամեն ինչով, թե խնամքով, թե որպես լույս լինելով իր համար, դրա համար իսկ տղամարդը նման է ուժեղ տղամարդը առյուծին, որ միշտ խնամքի կարիք ունի, թե հացի, որպես միս տալիս են իրեն, կամ որպես վայրի ծաղիկ, որ միշտ փշոտ ծաղիկ ես կասեի, վարդին, եթե նմանեցնենք տղամարդուն, որ ինչքան էլ նա այո ծաղիկ է, բայց փշոտ է և եթե նրան սխալ տեղից բռնես, ինքը քեզ ուղղակի կծակի, նույնն էլ տղամարդն է, գիտեք կանայք, դուք միշտ պետք է խնամեք, բայց միշտ պետք է զգուշանաք, երբ որ սխալ տեղից կարան իրանք ձեզ վիրավորեն, կոպտեն,
որտեվ վարդը մնում է վարդ, նույնպես եւ առյուծը նա կարող է հարձակվել տիրոջ վրա, եթե թեկուզ տերը չի այն խնամողի վրա, երբ որ կան անարդար ինչ որ քայլեր իր նկատմամբ, որովհետև բնազդ է մնում կենդանական, նույնը մեր մոտ է բնազդը կա որպես առյուծի եւ նույն այդ սովորությունները ինչպես որ բնությունը օժտել է վարդին, նույնպես մենք ենք ծագում ենք այն դեպքում, երբ որ մեզ վնաս են ուզում տան։ Եվ այո, այդ կենդանական եւ բուսական համատությունները эпитеты, вот эти анимистические эпитеты, ботанические эпитеты с человеком, они нужны для того, чтобы мы поняли, насколько простые животные, насколько простые, еще проще очень вообще растения, а насколько сложный человек по своей природе, и насколько мы должны быть покорными Богу и простыми, как животные и растения, чтобы друг друга не задеть, чтобы только дары давать. Это очень трудно, конечно, потому что многие люди себя считают волками, как и злые люди в сравнении с животными, они волки, они даже не сильные, как львы, поэтому это очень важно, берегите себя, ձեզ խնամեք եւ շատ կարեւոր է որ դուք բոլորդ ունենաք ճշմարիտ հավատք եւ այդ ամեն համեմատությունները լինի ձեր համար